Եկեղեցու դեմ Մայր Աթոռում Նիկոլ Փաշինյանի իրականացրած ակցիան տապալվեց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ինչպես կարելի է խոսել եկեղեցու բարենորոգումից եւ դեմ տալ ամենավարկաբեկված եւ նյութապաշտ ճակերտավոր հոգեվորականներին։ Դա նշանակում է հենց այն գլխից տապալել եկեղեցու բարենորոգումը եւ ցույց տալ, թե իրականում որն է քո բուն նպատակը։ Ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանը Բենթլի Սամո մականունը կրող Կճոյանով կամ խայտառակ վարկանիշ ունեցող Վազգեն Միրզախանյանով բարենորոգել եկեղեցին, կամ հենց Նիկոլն ինքը ով է, որ բարենորոգի մեր եկեղեցին։ Այդ 10 կամ 7.5 հոգևորականները աղոթում են ոչ թե հանուն հոր եւ որդու, այլ գործում են հանուն Բենթլիի եւ Նիկոլի։ Դրա համար էլ գլուխները կախ, թիկնազորով, կարտոֆիլի պարկերի նման լցվեցին միկրոավտոբուսը եւ բերվեցին դեպքի վայր։ Ու խայտառակ վանկարկումների եւ սուլոցների ներքո հեռացվեցին այդ նույն դեպքի վայրից։ Եվ այս խայտառակ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին աջակցում է մի կեղծ դպիր ատամնատեխնիկ, մի չկայացած խուլիգան դերասան, մի ղժղժանկին եւ մի շարիկովատիպ համայնքապետ։ Նույնիսկ Չալո անունով շունը նրանց հետ չէ, որովհետև չի ուզում վարկաբեկվել։ Բայց դե ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի, որովհետև այս ամենի արդյունքում Բենթլիները եւ պնակալեզները ինքնաբերաբար դուրս են վռնդվում մեր եկեղեցուց։